Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է, ողջույն։ Հայաստանի իշխանությունը առավել հաճախ է խոսում, որ խորհրդարանական ընտրություններին արտաքին միջամտության փորձեր են արվում ապատեղեկատվական եւ մանիպուլյացիոն արշավներով ապօրինի ֆինանսավորմամբ, քաղաքական հովանավորությամբ եւ այլն։ Տիկին Բադալյան, փաստեր կներկայացնեք, քանի որ ընդդիմություն պնդում է, որ սա ձեր հորինվածն է, իրենց դեմ պայքարելու գործիքակազմը չկա իրականում նման բան, խնդրում եմ ասեք, կան արդյոք փաստեր, եթե չունեք դուք փաստեր, որ հենց հիմա այստեղ կբերեք, նշանակում եք կեղծում եք։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար, նաև այս հնարավորության համար, ինչու՞ չէ նաև հարցի համար, որովհետև շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Սա թեմա է, որը քննարկվում է, ես կասեի արդեն տարիներ շարունակ, հա, երբ որ մենք ասում ենք հիբրիդային հարձակումների ենք ենթարկվում, ընդհանուր առմամբ երկիրն է ենթարկվում հիբրիդային հարձակումների եւ ընդդիմությունը այսպես փորձում է ընդդիմանալ եւ ասել, որ մենք փաստեր չունենք, բայց կարծում եմ նույնիսկ այն փաստերի բացակայությունը, որոնք ես կարող եմ բարձրաձայնել այս պահին, այս եթերի ընթացքում, դրանք լավ տեսանելի են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Կարծում եմ, որ նաև դուք ինքներդ եք ձեր հոգու խորքում վստահ, որ այո, այդ հիբրիդային հարձակումները կան։ Եվ հետևաբար փաստերի արկայության դեպքում դրանով զբաղվում են իրավապահ մարմիններ։ Չէ, բայց իմ հարցը այն մասն էր, կա փաստեր, թե իհարկե կան, եւ դրանցով զբաղվում են։ Սկսած ապատեղեկատվությունից, որը պարբերաբար այսպես ամբողջ ապատեղեկատվությամբ հեղեղված է ամբողջ լրատվական դաշտը, սոցիալական մեդիան, ոչ թե լրատվական, ավելի շուտ սոցիալական մեդիան, ընդհանուր առմամբ այդ ապատեղեկատվությունը ոչ միայն սոցիալական մեդիայով, այլև մարդկանց հետ հատիկ-հատիկ խոսելով փորձում են այսպես ապատեղեկատվություն տարածել, դրանցից ամենավառը եւ ցայտունը եւ որ իրապես զայրացնում է այն է, որ գրեթե բոլորին կարողացել են համոզել, որ հունիսի 7-ից հետո այլևս առողջության ապահովագրությունը չի լինելու եւ թոշակները, որ բարձրացվել է 10,000 դրամով, իջնելու է այն նախնական վիճակին, այսինքն մինչև 2018, որ մենք սկսեցինք աստիճանաբար բարձրացնել։ Եվ դա այնքան համոզիչ կերպով է արվել, որ մարդիկ իրոք ունեն այդ անհանգստությունը եւ իրոք հավատում են, որ այդպես է լինելու է։ Ու սա շատ տարբեր բազմաթիվ նման երևույթներ կան, որոնց մասին մենք կարող ենք խոսել։ Դրանք տարբեր առանձին ապատեղեկատվական դեպքեր են, արշավներ են, ասենք Հայաստանում մզկիթներ կկառուցվեն, կամ կներեք Պապիկյանը, չգիտեմ, Մանկապիղծ է, կամ Փաշինյանը վիլլաներ ունի, կամ եւ այլն, հա։ Դրանք առանձին դեպքեր են, թե դրանք ինչ որ մի փունջ են, այ ինձ համոզեք, դրանք մեկ տեղից կառավարվող, դրանք նպատակ ունեն միջամտել ընտրությունների։ Իսկ այդ դեպքում կարող եք դուք էլ ինձ ուրիշ նպատակ բերել, ինչու համար է դա արվում եւ հատկապես ուշ գնացել վերջին 1 տարվա։ Դե իհարկե, այստեղ ախր քննարկելու բան չկա, սիրելի Ռոբերտ։ Չէ, ոնց է գալիս կորը կպնում ընտրություններին։ Ասեմ ինչպես է գալիս կորը կպնում ընտրություններին։ Գալիս է կպնում է ընտրություններին այն կետում, երբ որ մենք օրենքի շրջանակներում այսպես թե ամբողջ այդ ընտրությունների գործընթացը նախընտրական շրջանը կազմակերպելով եւ այլ մեկ այլ երկրի ղեկավար որոշում է, որ պիտի միջամտի մեր երկրի գործերին եւ դա անում է անթաքույց եւ ուղիղ եթերում եւ ասում է, որ պիտի թույլ տաք, որ ռուսական անձնագիր ունեցող մեր ընկերները մասնակցեն ընտրություններին։ Ինչ ապացույց եք դուք ուզում, ես ուզում եմ հասկանալ, այո, ես ուզում եմ հասկանալ ինչ ապացույց եք ուզում, դրանից ավելի մեծ ապացույց, այսինքն դա պլան B-ն էր, այն բոլոր տարբերակները չաշխատեցին եւ հիմա արդեն եկել է ժամանակը ավելի բացահայտ եւ ավելի ակնհայտ մենամարտի բռնվել։ Բայց եթե այդպես կոշտ Հայաստանի ներքաղաքականության խառնվելու նպատակ ուներ Պուտինը, մի քիչ միամիտ քայլ չի այդքան բաց ասել Տիկին Բադալյան, ինչու, որովհետև դուք այլ քաղաքական ուժերի քաղաքացիական ներկայացուցիչներ, երբ որ ասում եք Ռուսաստանը փորձում է միջամտել, այստեղ պրոռուսական ուժեր կան, որոնք Ռուսաստանի շահերն են սպասարկում, այնտեղից ինչ որ հրահանգներ են կատարում, դրանք ապացույցներ են պահանջում, այսինքն մենք չունենք այն վիդեոկադրը, երբ որ Կրեմլից ինչ որ պաշտոնյա հայաստանյան քաղաքական որոշ ուժերի հասկացա, չունենք, հիմա ունեք արդեն։
Դա եմ ասում։ Ունեք արդեն։ Մի քիչ միամիտ չէր լինի Ռուսաստանի կողմից այդքան բացահայտ։ Կարծում եմ, այստեղ ոչ թե միամտության մասին է խոսքը, այլ այստեղ ավելորդ ինքնավստահության մասին է խոսքը, որովհետև իմ ասածը գալիս է հաստատելու նաև հաջորդ օրվա կամ այդ մոտակա օրերի ընթացքում ԱԳՆ խոսնակ Զախարովայի անզուսպ ծիծաղը Հայաստանի Հանրապետության մեկ ամբողջ պետության ազգային ժողովի նախագահի խոսքի, վերաբերյալ կամ նրա վերաբերյալ ընդհանուր առմամբ, եւ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ անթույլատրելի է նախ եւ առաջ այս ամբողջ վերաբերմունքը միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելը, դա անթույլատրելի է եւ միևնույն ժամանակ հաստատում է այն ամենը, ինչ որ մենք տարիներ շարունակ ձեր եթերում խոսել ենք եւ գուցեև հնարավոր չի եղել փաստեր որպես այդպիսին քննարկելու։ Տեսեք, Օվերչուկը եւ Պուտինը իրապես վարչապետի այցի օրը եւ այդ հանդիպման օրը հնչեցնում էին սպառնալիք հիշեցնող զգուշացումներ, որ եթե ԵՄ-ի ուղղությամբ ձեր ինտեգրումը շարունակվի, մերձեցումը շարունակվի, դա բացասական տնտեսական ռիսկեր է Հայաստանին բերելու, Ռուսաստանը հարկադրված կլինի վերանայել Հայաստանի տնտեսության հարաբերությունների, այսպես օպտիկան, այ ինչ անում Հայաստանի կառավարությունը, որ եթե նույնիսկ Ռուսաստանը իրականացնի այդ սպառնալիքները, մեր տնտեսությունը չփլուզվի։ Սա նորություններ, այս արտահայտությունները կամ այս քննարկումները եւս աննախադեպ էին, նոր էին։ Տարիներ շարունակ մենք քննարկում ենք այս սցենարը, այս ելքը, միևնույն ժամանակ տարիներ շարունակ այս բոլոր ակնարկները, երբեմն որպես ակնարկներ, երբեմն ավելի որպես շատ ավելի ուղիղ խոսք անընդհատ հնչել են եւ ես ուզում եմ հուսալ, համենայն դեպս եթերում այդպես արտահայտվել, որ ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնությունը չի մոռանում, որ այդպես խոսում են թշնամական երկրների հետ եւ ես մեծ հույսեր ունեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությանը այդպես չի վերաբերվում։ Եվ սրանք ուղղակի խոսակցական մակարդակի քննարկումներ են, բանավոր, որոնք եւ քննարկվում են, վերլուծվում են, երբեմն դրանց պատասխաններ տրվում են, երբեմն շարունակվում են այդ քննարկումները, մինչեւ որ կհասնենք որոշակի արդյունքի։ Իսկ այնուամենայնիվ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն ինչ անում է, դրա համար էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին 5 տարվա ընթացքում որդեգրել եւ քայլ առ քայլ իրականացնում է տնտեսության դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը, այդ դիվերսիֆիկացիան բավականին այսպես հաջող ընթանում է այս ընթացքում եւ դա էլ կարծում եմ որ բառը արդեն հուշում է, որ այնուամենայնիվ մենք այլընտրանքների մասին մտածել, բայց Ռուսաստանի Դաշնության հետ շարունակվում են տնտեսական հարաբերությունները, ինչպես որ դրանք եղել են եւ կարծում եմ, որ նույնիսկ այս խոսակցական մակարդակում մի քիչ լարվածությունը դեռ պատճառ չէ որոշ հարաբերություններ վերանայելու համար։ Այսօր դուք կարող եք պնդել, որ Ռուսաստանը միջամտում է Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին։ Միջամտության փորձ ես կարող եմ դա որակել, որովհետեւ դա ընդհանրապես փորձ էր եւ առաջարկություն, որը բնականաբար մերժվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, արդարացիորեն մերժվեց, որովհետեւ վարչապետը պարզապես բոլորին, ամբողջ աշխարհին, այդ թվում եւ մեր ընդդիմությանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, որն ունի իր մայր օրենքը սահմանադրությունը, որն էլ որևէ դեպքում չի խախտվելու։ Սամվել Կարապետյանը հաջորդեց Օվերչուկի եւ Պուտինի տնտեսական այս հարցերի շուրջ զգուշացումներ, նշելով, որ հուլիսին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է լինելու, եթե Փաշինյանը վերընտրվի, որպեսզի դա տեղի չունենա, ինքը կգա իշխանության եւ կվերականգնի Ռուսաստանի հետ խաթարված հարաբերությունները։ Այ ԿՊ-ի ինքնավստահությունը որտեղից է գալիս, որ ձեր եւ այսպես ձեր օրակարգը ընտրողները չեն մերժի եւ չեն ընտրի Ռուսաստանի հետ ձեր խաթարած հարաբերությունների վերականգնումը կամ ընտրողները չեն նախընտրի կասեցնել Ռուսաստանի հետ տնտեսական հնարավոր պատերազմը, կարծում եք մարդիկ մոռացել են, որ ձեր օրոք էր 44-օրյան, միգուցե այն պատերազմից դեռ չավարտած չեն ուզենա Ռուսաստանի հետ նոր պատերազմի մեջ մտնել։ Նախ այստեղ եթե չեմ սխալվում, խոսքը վերաբերում է տնտեսական պատերազմին, այլ բայց տնտեսական դեպքի Սա մեկ, երկրորդը ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա ուզում եմ տեղեկացնել Սամվել Կարապետյանին, որ մենք ռուսերեն շատ լավ հասկանում ենք եւ նրա թարգմանության կարիքը չկա եւ քիչ չեն այն մարդիկ, որոնք այս նույն արտահայտությունները մեզ ասում են, իհարկե ընդունելով որ կրկնությունը գիտության մայրն է, բայց միևնույն է մենք կրկնությունների կարիք չենք
չունենք, հեչ պետք չի կրկնել Օվերչուկին, Զախարովային, Վլադիմիր Պուտինին, որովհետև եթե մեզ կարիք կա ինչ-որ բան լսելու, ապա մենք լսում ենք դրանք առաջին ձեռքերից, մնացած հարցերը թող քննարկի իր մտերիմ շրջապատի եւ երկրպագուների հետ, սա մեկ, երկրորդը ինչ եք հարցնում։ Հարցնում եմ, արդյոք Հայաստանի քաղաքացիները, ընտրողները չեն անսա այս հորդորներին, որ Շնորհակալություն։ Դες ասում եք, միթե մեր քաղաքացիները մոռացել են, որ ձեր օրոք է եղել 44-օրյա պատերազմը։ Հասկացա, 44-օրյա պատերազմից հետո նույն քաղաքացիները մեզ արդեն ընտրել են։ Եվ սա էլ մի քիչ նորմալ չի, արդեն ընտրել են։ Արդեն Կապետյան պատերազմ է գուժում ձեր ձեռամբ Տիկին Բադալյան։ Ու ոչ, անընդհատ այդ մանիպուլյացիան կա, հիշեցնենք, որ 44-օրյա, այո, մեծ արհավիրք եւ դժբախտություն է տեղի ունեցել եւ տեղի ունեցել մեր օրոք եւ ես միևնույն ժամանակ կարծում եմ, որ եթե մեր փոխարեն միևնույն է այդ պատերազմը անխուսափելի էր, բայց մեր փոխարեն այլ իշխանությունների պարագայում այդքան քաղաքական կամք չէր լինելու այսպես հաղթահարելու միջազգային բոլոր ճնշումները եւ պահպանելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ միայն նրա համար որ 2026 թվականին մենք չնայած այդ բոլոր վտանգներին եւ 4 կողմից այդ արտաքին ճնշմանը կարողացել ենք պահպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ նույնիսկ պատրաստ ենք այն հարատև դարձնել, ես դրանով հպարտ եմ։ Ինչքանով է արկա ռիսկ, որ եթե Վլադիմիր Պուտինին հղում անեմ, ռուսամետ ուժերը նրա ասած, որոնք մասնակցում են հավանաբար ընտրություններին, չհաղթեն ընտրություններում կամ Գյումրի 2 չանեն, ներքաղաքական եւ ինչ-որ քաոս անկայունություն չի լինի։ Օրինակ ես շատ լավ հիշում եմ 20 թվականի պատերազմից հետո, երբ որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը Հայաստանից միջանցք են պահանջում եւ չեն ստացել ըստ էության իրենց պատկերացմամբ կարգավորումներով նման միջանցքը պարբերաբար եղել են քաղաքական ցնցումներ եւ դրանք համընկել են Ադրբեջանի հարձակումների հետ, Ադրբեջանը հարձակվում էր, Երևանի փողոցներում բախումներ էին, Տիկին Սիմոնյանի Russia Today-ը այստեղից ուղիղ հեռարձակում էր եւ Բաքվում էին անգամ դա վերահեռարձակում, իդեպ մենք էինք որոշ կառույցների տեղեկացրել այդ մասին մեր եւ ուղիղ եթերը անջատվել էր, հա, այսինքն Բաքվում հեռարձակում էր Երևանի փողոցներում ցույցերը, հա, քարեր նետել, բախումներ ոստիկանության հետ, գրող կառավարության շենքի, արդյոք սա չի կրկնվի, եթե չեն ստանում ցանկալի արդյունք եւ հարց է առաջանում, հարց է դրվում ապա լեգիտիմացնել ընդհանրապես ընտրությունների արդյունքները եւ այսպես ասենք ձևավորել թույլ կառավարություն։ Տեսեք, այո, հասկանում եմ եւ բնականաբար ցանկություն լինելու է այդ ճանապարհով գնալ։ Բայց ուզում եմ հիշեցնել, եթե 2021 թվականի ընտրություններից հետո այդ ամբողջ process-ը, որով մենք անցել ենք, եղել է, չէ՞ այդ ամենը։ Չէ, դա փաստ էր։ Իհարկե եղել է, արդեն փաստ դա եղել է եւ նպատակն էլ այո, դա եղել է, ապա լեգիտիմացնելու, որովհետեւ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ ընտրությունը հենց այսպես է լինելու, որ ժողովուրդը ինքը նման որոշում է կայացնելու, որևէ մեկի մտքով դա չէր անցնում, ոչ մեր ընդդիմության, ոչ էլ մեր ընդդիմության հովանավորների։ Եվ դրա համար բնականաբար ապա լեգիտիմացնելու այդ ամբողջ քայլերը արդեն արվել է, ներողություն եմ խնդրում, եւ դրանք արդյունք չեն տվել։ Եվ հետեւաբար ես իմաստը չեմ տեսնում նորից այդ ճանապարհով անցնելու, որովհետեւ այդ ճանապարհով անցնելով մենք շատ թույլ իշխանություն հզորացել ենք եւ չեղավ այդպես։ Թույլ եւ խոցելի իշխանություն։ Չեղավ, չէ, եւ մենք շատ ավելի խոցելի ենք 2021-ին, 22-ին շատ ավելի խոցելի էինք, քան հիմա։ Շատ ավելի, որովհետև մեր ժողովուրդն էլ թեպետ մեծամասամբ հոգու խորքում այո ունի այդ վստահությունը, ներսում ինտուիտիվ ունի վստահությունը մեր նկատմամբ, բայց ժողովուրդը շատ վախենում էր այն ժամանակ իր կարծիքը արտահայտել, շատ։ Նույնիսկ որևէ համակիր իր հարևանից, իր կողքինից, փողոցի մեկ անցորդից վախենում էր արտահայտել համակրանքը մեր նկատմամբ, եւ թերևս այդ մեկ օրն էր, որ կարողացան բոլոր իրենց ուժերը հավաքել եւ մասնակցել ընտրություններին եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կորցնի ինքնիշխանությունը։ Եթե մենք այդ ժամանակ այդ պայմաններով կարողացել ենք հաղթահարել այդ ամբողջը, ապա ես հիմա ընդդիմությունը խորհուրդ չէի տա դրանով գնալ։ Ես կարծում եմ, որ ժամանակն է ընդդիմությունը հիշի, որ այնուամենայնիվ ինքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը եւ թողնի օտարների շահերի սպասարկման այդ
վեհ գործընթացը եւ լծվի իր աշխատանքին եւ ազնիվ պայքարի մեջ մտնի, քաղաքական պայքարի նախընտրական այս շրջանում եւ եթե այդ ազնիվ պայքարը լինի, ես վստահ եմ ժողովուրդը դա էլ կգնահատի։ Բայց իշխանությունն էլ պարտավոր է ապահովել ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ մթնոլորտը եւ բացարձակ ասած այն մասին չէ, որ եթե դուք օրինակ, հա, գնանք ընտրակեղծիքների ընդդիմությունը իրավունք չունի ցույցանը, հենց եթե դուք գնաք ընտրակեղծիքների ընդդիմությունը պետք է դուրս գա փողոց եւ եթե մենք գնանք ընտրակեղծիքների, ես էլ դուրս կգամ պայքարի, դա չի կարող լինել։ Իմ ասածը հանկարծ դրա մասին չի խոսքը ավելի կեղծ, այսպես պատումներով ընտրակեղծարարության կամ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու հավանական գործելավոճի մասին անհիմն պատումներով էլի։ Տեսեք, այս ձեր նշած գործելավոճը, որը միշտ աշխատել է եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում է աշխատել, այլ հիմնականում աշխատել է այն եւ արդյունքներ տվել է պոստսովետական գրեթե բոլոր երկրներում։ Կնեք, ես ձեր խոսքի շարունակություն հիշեցնեմ Լավրովի խոսքը, ասում էր, որ Եմեն օգնել է Մոլդովային, հիմա ուզում են Եմեն ուզում է մոլդովական սցենարը իրագործել Հայաստան, ուրեմն կեղծելու են, այսինքն որտեղ կա Եմեն, այդ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի այդ խմբի աջակցությունը, ուրեմն կեղծելու են։ Հետևաբար կարելի է Լավրովի խոսքի մեջ որսալ այդ առնվազն կանխատրամադրվածությունը, որ եթե Եմեն ինչ-որ մի հարցում այսինքն գուշակել ինչ ճանապարհով են նրանք գնալու, այսպես ասեմ։ Կարող ենք մենք այդտեղ երանգներից գուշակել։ Այո, պետք է լսել Լավրովին, այո։ Ես կարծում եմ ընդհանրապես ոչ մեկին պետք չի լսել։ Պետք է ունենալ սեփական նպատակներ եւ դրանով գնալ։ Այն ինչ վերաբերում է ընտրություններին, ապա սա մեզ համար բազմիցս խոսել ենք այս մասին, սկզբունքային հարց է եղել հետհեղափոխական Հայաստանում, բերել նոր մշակույթ, այն է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ։ Անկախ նրանից ով կհաղթի։ Մենք մեր խոստումը պահել ենք եւ գնալով կատարելագործում ենք, այսինքն մենք երբեք պատմություն չենք սարքում, որ մենք պարտվել ենք, որովհետեւ բազմիցս տեսել եք ինչքան ենք մենք պարտվում թիմ ընտրություններում։ Նույնն էլ վերաբերում է համապետական ընտրություններին, երբ որ ժողովուրդը կորոշի, որ իր քվեն տալու է դիցուկ, չգիտեմ ում եք ուզում, Սամվել Կարապետյանին կամ ինչ-որ մեկին, դա ժողովրդի որոշումն է։ Մենք այստեղ ենք, որպեսզի ժողովրդի իշխանությունը պահպանենք եւ հետեւաբար իսկ արդար ազատ թափանցիկ ընտրությունները ժողովրդավարության հիմնասյունն են։ Այսինքն եթե մենք մեզ համար գլխավոր էսպես նպատակը ժողովրդավարության ամրապնդումն ու կատարելագործումն է Հայաստանի Հանրապետությունում, ապա չեն կարող լինել ոչ ազատ թափանցիկ ընտրություններ։ Ասածս այն է, որ իշխանությունը այսպես կոպիտ սխալներ, թերացումներ, վարչական ռեսուրսի կիրառում եւ այլ նման սխալներ եթե թույլ տա, տվյալ ուժերը օգտագործելու են դա, այսինքն հարված է հասցվելու արդյունքներին։ Իշխանությունը այստեղ ունի պարտականություն չկեղծելու անգամ 0.1% այո, ինչպես որ եղել է 2021-ին եւ մնացած բոլոր ընտրություններում, որ մենք այս տարիների ընթացքում կազմակերպել ենք, այդպես է լինելու է, բայց դուք մի բան եք բաց թողնում, որ Հայաստանի Հանրապետությունը այս պահին, հատկապես ընտրությունների նախաշեմին, ել չեմ խոսում ընտրությունների օրը լրջագույն ուշադրության կենտրոնում է լինելու ամբողջ աշխարհի, այսինքն դուք պատկերացնում եք ինչ քանակությամբ դիտորդներ են այստեղ լինելու, միջազգային դիտորդների մասին է խոսքը, ինչ աստիճան ուշի ուշով հետևելու են, հատկապես երբ մենք անընդհատ խոսում ենք եւ հիբրիդային գործիքների դեմ, հա, միջոցներ, գործիքակազմ, պայքարելու միջոցներ ենք խնդրել, ապա պատկերացնում եք, չէ, մենք ինքներս նաև մեզ դրել ենք խոշորացույցի տակ, որպես իշխանություն, որպես ընտրությունների համար պատասխանատու, հա, այդ պահին մենք ինքներս ենք մեզ դրել խոշորացույցի տակ, բայց մենք մեզ դրել ենք խոշորացույցի տակ, որովհետև մենք վստահ ենք մեր ազնվության վրա այս առումով, որ նույնիսկ պարտվելու դեպքում, եթե նույնիսկ զգանք, որ մենք պարտվում ենք, մենք չենք կեղծի։ Տիկին Բադալյան, ստացվում է բաց խաղաքարտերով պայքար եւ խաղ է գնում։ Այդպես է ստացվում։ Դա արդեն բաց Հայաստանի կառավարությունը ասում է, որ Եմենին այսպես մերձենալու իր գործելավոճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԵՏՄ-ին
չի հակասում այդ իրադրություն եւ եթե ինչ որ ընտրություն կատարելու պահ լինի Հայաստանի ժողովուրդը այդ որոշումը կկայացնի, այսինքն Ռուսաստանից այսքան զգուշացումներ կան հավանական տնտեսական հետևանքների մասին, բայց դուք որպես կառավարող ուժ չեք հրաժարվել Եմեն ինտեգրացիայի ճանապարհից, ասելով, որ լավագույն դեպքում կանդամակցենք, եթե նրանք ընդունեն, վատագույն դեպքում կլինենք եվրոպական երկիր առանց անդամակցելու եւ բաց խաղակարտեր ինչ նկատի ունեն, որ Ռուսաստանը, Պուտինը, Օվերչուկը, տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում ասում են, որ խնդիրներ կունենաք, հետ մնացեք եւ կուզեի նաեւ հետեւյալ հարցին անդրադառնանք. ինչու է այս զգուշացումներն արվում ընտրություններից 1-2 ամիս առաջ։ Սա արդյոք ուղերձ է հայ ընտրողին, որ չգնաս ուկրաինացման ճանապարհով էսպես։ Այո, բնականաբար, այստեղ այլ տարբերակ չի կարող լինել։ Իհարկե նման ուղերձները այս ընթացքում միշտ են եղել։ Բայց այդ ուկրաինացման թեզը ինչքանով կարող է Հայաստանի բացարձակ որևէ կապ չունի այն Հայաստանի հետ, բացարձակ որևէ կապ չունի։ Նախ այն շատ բարձունակ մտածող մեր հասարակության անդամներին ուզում եմ հիշեցնել, երևի մոռացել են, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ սահման չունի, հա? Չունի։ Այդ արդեն իսկ տարբերություն է թե Վրաստանից, թե Ուկրաինայից, ճիշտ եմ ասում այդ մասը, թե ոչ։ Մնացած բովանդակային հարցերով, այո, որպես հետսովետական երկիր, որը որ չէր ցանկանա Ռուսաստանի Դաշնությունը, որը միևնույն է այդ կայսերապաշտական, հա, այդ իմպերիալիստական այդ մտածելակերպից երբևէ դուրս չի գալու եւ չի հրաժարվելու այդ մտքից, բայց ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը մենք ի վերջո վաղ թե ուշ պիտի գիտակցենք, որ չեն լինում հավերժ թշնամիներ եւ հավերժ բարեկամներ։ Պետությունների միջև լինում են փոխադարձ շահեր։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այն պահից սկսած, երբ որ կգիտակցի եւ կուղղորդվի միայն իր շահով, եւ ըստ իր շահերի կսկսի վերաձևակերպել իր հարաբերությունները աշխարհի այլ պետությունների հետ, ինչը մենք արդեն սկսել ենք անել, մենք միայն այդ ժամանակ կարողանանք հաջողել։ Այո, ընտրություններից առաջ է պետք է հարցերը բարձրացնել, բնականաբար հատկապես սուր բարձրացնել, որովհետեւ այդ կոչերը, այդ հայտարարությունները բարբերաբար են եղել։ Դրանք այնպես չի, որ աննախադեպ են եւ միայն ընտրություններից առաջ եղան, բայց այս բաց խաղակարտերն են շատ հետաքրքիր, բայց կարծում եմ, որ այստեղ այնուամենայնիվ մի փոքր թաքնված ենթախախ կա։ Հա, մենք տեսնում ենք միայն այն, ինչ որ տեսնում ենք, բայց մենք պիտի ենթատեքստն էլ տեսնենք, հա։ Տեսեք, հետո երբ որ դու նայում ես վերադասավորումը մեր ընդդիմության, դու տեսնում ես, որ հիշում ես Վլադիմիր Պուտինի խոսքերը, երբ որ նա բացահայտորեն խոսում էր Սամվել Կարապետյանի մասին, չէ, ուրիշ որևէ մեկը։ Սամվել Կարապետյանը առնվազն չհերքեց, որ իր մասին է, դե բայց այդ տարբերակել չկար, այսինքն կալանավորված, չէ, բացի այդ չասեց, կներեք, ես միջև հիմա չեմ լսել, որ Սամվել Կարապետյանը ինչ-որ մեկին դատի տա, որ իրեն զրպարտել են, որ Պուտինը իր մասն է խոսել, այլ դեպքերում դատի տալիս են։ Բայց չէ, փաստացի քաղաքական Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտում այս պահին Ռուսաստանի անձնագիր ունեցող քննարկվող միակ, հա, ֆիգուրը Սամվել Կարապետյանն է եւ այնտեղ ուրիշի մասին չէր կարող լինել խոսքը։ Սա պարզ է, չէ՞։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե մենք սա էլ է փաստ, որ Սամվել Կարապետյանը չի կարող ոչ ընտրվել, ոչ դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչքան ժամանակ է մենք ասում ենք, միևնույն է դեռ այս թեման շարունակվում է։ Այն բարձ պատճառով, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Հիմա այս մասը հիշում ենք, չէ՞։ Անցանք առաջ։ Հիմա նայում ենք, երբ որ ընդդիմությունը, հատկապես ինչպես մենք ենք սիրում կոչել եռագլուխ ընդդիմությունը, հրապարակեց իր ցուցակները, որով որ մասնակցելու է ընտրությունների։ Մենք, երբ որ մեր շրջիկ քաղաքական գործիչներին տեսնում ենք, այս մի թիմից գնացել են այս մի ցուցակ, այսպես առաջատար դիրքերում են ուղղակի տեղավորվել, դրա համար այսպես խաղակարտերի պես խառնել, բաժանել են, հա, այդ քաղաքական գործիչներին։ Այս դեպքում դու հասկանում ես, որ պատկերը այստեղ այլ սցենար չկա, սցենարը մեկն է։ Ձեր նշած Գյումրիի սցենարի նման մի բան, բայց Գյումրիի սցենարը մի քիչ տարբերվում է։ Պարոն Քոչարյանի նշած։ Եվ նրանք բոլորը պիտի ընտրեն Ռոբերտ Քոչարյանին որպես վարչապետ։ Այսինքն եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որովհետեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակում Ռոբերտ Քոչարյանի այս պահին քաղաքական թիմի մարդիկ են։ Այո, նույնն էլ Սամվել Կարապետյանի։ Եվ երբ որ գա, եթե նրանց հաջողվի այնքան ձայն հավաքել, որպեսի ազգային ժողովի ընտրություններից հետո կարողանան կոալիցիա կազմել եւ վարչապետի տեխնացու ներկայացնել,
Այստեղ արդեն երկրորդ տարբերակ չկա։ 3 քաղաքական ուժի վարչապետի տեխնացունը լինելու է Ռոբերտ Քոչարյանը եւ ինչքան էլ նրանք ասեն, որ ձայն չենք տալու, այս պահին այդպես ասում են, որպեսզի ժողովուրդը քվեարկի։ Ասում են գրազ գանք Քոչարյանի կամ նույն ձև Նարեկ Կարապետյանը ինչքան ժամանակ էր գրազ էր գալի, որ Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 100 անգամ մենակ ես եմ հարցազրույցների մեջ ասել, խոսքս հիշեք, վարչապետի տեխնացուն Նարեկ Կարապետյանն է լինելու, որտեղ այլ տարբերակ չկա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Ցուցակի առաջին համարը ամենահավանական վարչապետի տեխնացուն է։ Ցուցակից դուրս դա հնարավոր չի համամասնական ընտրակարգի դեպքում։ Ես ինչքան օրինակ պարոն Քոչարյանի թիմի ներկայացուցիչներիդ այստեղ խոսել եմ, նրանք իհարկե ասում են, որ այդքան կարևոր չի մեզ համար, թե մենք քանի տոկոս կստանանք, կարևոր է անցնենք խորհրդարան եւ Գյումրի երկուսը իրականացնենք, բայց նաեւ ես չեմ լսել պնդում, որ այո, Սամվել Կարապետյան մենք կընտրենք վարչապետ, որովհետեւ ակնհայտ է նաեւ պարոն Քոչարյանի անձնական հավակնությունը գլխավորել ընդդիմության դաշտը ամբողջապես եւ Ժորժ Սամվել Կարապետյանի մասին ընդհանրապես մոռանում ենք։ Այստեղ արդեն ասում է, ոնց որ ամենափորձառուն ես եմ, ճգնաժամային գործիչը, ես եմ, որոշակի իմաստով նաեւ քննադատական երանգներ են նկատվում Կարապետյանի ուժի նկատմամբ, որ փորձառություն չունեն, մինչդեռ մենք ունենք, այսինքն այստեղ դեռ առնվազն ինձ համար որպես լրագրող դեռ պարզ չի իրենց հարաբերությունները ինչպես են պարզում, բայց ակնհայտ է, որ նրանք բոլորը ձեր հեռացման կողմնակից են։ Շատ լավ։ Իրենք չեն որոշելու մենք կհեռանանք թե ոչ։ Մենք էլ չենք որոշելու մենք կհեռանանք թե ոչ։ Ինչքան կարելի է ամեն օր այս մասին ասել, դա որոշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրությունների օրը իր քվեով եւ վերջ, այստեղ երկրորդ տարբերակ չկա։ Ոչ ես եմ որոշում երբ կհեռանամ, ոչ էլ իրանք են որոշում ես երբ կհեռանամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես կքվեարկի, այդպես էլ կլինի։ Տիկին Բադալյան, իսկ Հայաստանը տեսեք, երկու կոնտեքստում ինչքանով է պատրաստ դիմագրավել մարտահրավերներին, քաղաքական հայտարարությունները հասկացանք, բայց առաջինը ըստ Պեկի վերջին 45 օրում 9 հոգի է ձերբակալվել Հայաստան կանխիկ գումար բերելու փաստերով, վերջին դեպքը 208 միլիոն դրամ Ռուսաստանից ռուսական ռուբլով ինքնաթիռով քեշ բերում են Հայաստան, անձի մշտական բնակության վայրը հայտնի չէր, պիտի վերադառնար էլի Ռուսաստան, այսինքն ապօրինի ֆինանսավորումը ընտրությունների։ Լավ, եկեք աղճատենք հարցը, որ հեշտ լինի, հա։ Այ կարելի է սա ընդհանրապես էս շռնդալից քեշի հոսքը Հայաստան ըստ Պեկի տվյալների կապել ընտրությունների հետ եւ Մոլդովայում օրինակ կապում են։ Ինչպես է Հայաստանի իրավապահ համակարգը կանխարգելելու ապօրինի ֆինանսավորում ընտրությունների։ Այ հենց այդպես որ դուք նոր կարդացիք, որովհետեւ եթե չկանխարգելեր դուք դրա մասին չէիք իմանա։ Ամբողջ ծավալը արդյոք Ես կարծում եմ, որ տեսեք, իրավապահ համակարգը հրաշալի գիտի այդ բոլոր սցենարների մասին։ Երբ որ մենք խոսում էինք հիբրիդային պատերազմի եւ դրան դիմակայելու գործիքների մասին եւ այդ քննարկումները անում էինք մեր ավելի փորձառու գործընկերների հետ, արդեն այդ ճանապարհը անցած գործընկերների հետ, բնականաբար մենք ունենք այդ բոլոր հավանական սցենարների մասին տեղեկություններ, ինչ կարող է լինել, ինչքան քեշ կարող է մտնել, ինչքան փոխանցում կարող է լինել, ում, ինչ ձև ընտրակաշառքի, ինչ նոր ավելի հետաքրքիր մեխանիզմների հայտ կգան, դրանք կգործարկվեն եւ այլն, այսինքն մենք բոլոր հարթություններով, հա, կառավարությունը լծված է այդ աշխատանքին կանխելու համար, ինչու, ոչ թե նրա համար, որ մենք վախենում ենք, որ մենք չենք ընտրվի, այլ մենք վախենում ենք, որ այն մշակույթը, որ մենք ենք ներդրել ազատ ընտրությունների, դրան կարող է վտանգ սպառնալ եւ դա չպիտի լինի։ Չպիտի լինի։ Ընտրությունները, եթե մենք ուզում ենք մեր երկիրը կայանա, պիտի ընտրությունները լինեն ազատ եւ թափանցիկ։ Այլ տարբերակ չկա։ Այս դրա համար իրավապահ համակարգը ուզում եմ ձեզ վստահեցնել, որ բավականին շատ մեծածալապալ աշխատանք է տանում, ու գիտեք, այստեղ մի քիչ ինչն է շատ չասեմ ցավեցնում, բայց տհաճ է այն հանգամանքը, որ այնքան ռեսուրս, ինչքան որ այս ընթացքում ծախսվում է հիբրիդային հարձակումների վրա, սա էլ է հիբրիդային հարձակում է, միայն ապատեղեկատվությունը չի։ Ինչքան ռեսուրս որ ծախսվում է, այդ ռեսուրսը գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար մի բարիք ստեղծելու հաշվին։
այդ ռեսուրսը դրա համար։ Ռուսաստանից են փողը բերում։ Դե հասկանում եք, այսինքն Ռուսաստանից են գողանում այդ փողը։ Միևնույն ժամանակ մենք չենք կարող այդ ռեսուրսները, մենք չենք կարող այդ ռեսուրսները չներդնել, որպեսզի այդ պայքարը կարողանանք ծավալել, որովհետև իմ խորին համոզմամբ սա վերջին մարտն է։ Սա վերջին մարտն է, որովհետև մեր ժողովուրդի ընթացքում այնքան հասունացավ, այնքան բան տեսավ, այնքան ապատեղեկատվություն տեսավ իր կյանքի ընթացքում եւ արդեն շատ զգոն է, շատ ավելի խորքն է տեսնում այս բոլոր խնդիրների եւ էլ իմաստ չունի այդ պատերազմը մեր ժողովրդի հետ շարունակելու եւ ես կարծում եմ այս վերջին մարտը շատ թեժ է լինելու, բայց այն լինելու է վերջինը։ Իսկ եթե գազը, այսպես ասենք, տեխնիկական խնդիրներ առաջանան կամ թանկացում տեղի ունենա, մենք պատրաստ ենք օրինակ եվրոպական գներով գազ վճարել։ Այս հարցը այն մասին չի, որ եկեք ամեն ինչ զիջենք Ռուսաստանի առաջ, գլուխ խոնարհենք, որ հանկարծ գազը չթանկացնեն, ռացիոնալ լուծումների մասին է իմ հարցը։ Ես մի բան միայն կարող եմ ասել առանց շատ փակագծեր բացելու, որ միևնույն է, եթե Աստված մի արասցե նման սցենար դառնա իրականություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահ եղեք, որ դրանից շատ չի տուժի, այսինքն իր մաշկի վրա այդ փոփոխությունը չի զգա։ Եվ հետևաբար որևէ մտահոգվելու կամ անհանգստանալու բան չկա, սա է այն պահը, երբ որ ազգային արժանապատվությունը պիտի բարձր լինի, որովհետև երբ որ շատ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև հասարակության շատ ներկայացուցիչներ, պարզապես այսպես քաղաքացիներ երբեմն ասում են, այ պետք չի այդպես, պետք է երբեմն էլ զիջումների գնալ, որպեսզի հանկարծ գազը չթանկանա կամ այս խնդիրը չլինի, կամ ինչպես Կարապետյան Սամվելներ ասում, ասենք, բանը տնտեսական պատերազմ Ռուսաստանի Դաշնությունը չհայտարարի, ես ուզում եմ այդ բոլոր քաղաքացիներին մեր հիշեցնել, որ գազը պարբերաբար թանկացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար վերջին մի քանի տասնամյակի ընթացքում, բայց որևէ մի դեպքում այն չի թանկացել, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ որ հարցում չեն համաձայնել։ Երբեք։ Եվ հետևաբար սա եւս մանիպուլյատիվ, հա, այս մանիպուլյատիվ նարատիվները, որ անդադ տարածվում են ժողովրդի մեջ, դրա մեջ ուշադրություն դրանից պետք չի դարձնել, վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի այս ընթացքում բավականին շատ փորձություններ են անցել Հայաստանի Հանրապետության գլխով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր վրա դեռ թանկացումներ շատ չի զգացել։ Ռուսական ալիքներն այդպես էլ չփակվեցին, ոնց է պայքարում հիբրիդային պատերազմը։ Բաց թողնելով։ Ինչը բաց թողնել։ Ալիքները չփակելով եւ բաց թողնելով։ Շնորհակալություն զրույցի համար, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Լուսինե Բադալյանին։